Այս երկուշաբթի մայիսի 11-ին ժամը ուղիղ 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանի յութուբյան ալիքում դիտեք բացառիկ հաղորդում Երևանի սրտից։ Այս հաղորդմանը կբացահայտենք, թե ովքեր են մարմնավաճառներ մատուցում Երևանի կենտրոնում։ Այս ամեն ինչի մեջ թաթախված է Պորնիկ Ղարաբաղից մազապուրց եղած Ռոբերտ Քոչարյանի թայֆեն, նրա քավորի այդ Գենայի ընտանիքը, հարսը, այդ պուտանկ են, որը որ Մոնակոից, Ռուսաստանից, Ղազախստանից այդպես Պորնիկներ է մատակարարում այս հիմնարկ, այս ակումբ, ու ինչ են անում սրանք այդպես շատերին գաղտնի նկարահանում են, որպես կոմպրոմատ որ ունենան, մարմնավաճառություն է ուղղակի տիրում, փողով օրինական, չգիտեմ, լեգիտիմացած մարմնավաճառություն է արտուր, եւ այդ ամեն ինչի գումարների ուրա գնում է Արցախից թռած, այն որ 6 հատ կինո է արդեն նկարել, որ ինքը իր սուրբ ընտանիքը այդ Ղարաբաղցի Պորնիկի այդ Քոչարյան Ռոբերտի թայֆի ջեբն է գնում ու ինչ-որ սրա տերն էլ դրանից կհանդառնան, ով է սրա տերը, ժամանակին ճշտենք, որ տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից է սրան կրիշ եղել, այդպես տիրություն արել, հետո բնականաբար Քոչարյանի թայֆեն արդեն փողի հոտ է արել եւ ինչպես որ Հայաստանը թաղանեցին 30 տարի, եւս իրանցով են արել հիմնարկը։ Ինտիմ ծառայություններ Բաղրամյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։ Մենյուում անգամ նշված է գումարով ինչը ինչ արժի։ Հիմա Քոչարյան Ռոբերտ, քեզ ու քո բջջային բերելու եմ գցեմ ստե, արա, այդպես ծառայություն մատուցես։ Պուտանկի ծնունդ, որ ես ազգին ինչ օրենք գցե։ Ուրիշ խաղ չունեին խաղալու, Երևանի կենտրոնում պորնիկություն պետք է տարածեն։ Ու նորից եմ նշում նախագահական նստավայրի դիմաց։ Արտուր, սա անելու բան է, մեր սուրբ երկրում։ Սրանք ուր մտել են, պղծել են Արտուր։ Սրանց քոքը պետք է կդրվի այս երկրից։ Ռոբերտ Քոչարյանի եւ Գենադի Ստեփանյանի հետ փոխկապակցված Շարլոտ գիշերային ակումբը դարձել է պատուհաս Երևանի սրտում ապրող մեր հայրենակիցների համար։ Մեր այդ ազգների աշխատանքի էքսպորտի տարբերությունը ասեք, ազգական աշխատանքի նշանակումը կառուն գալիս է հարկեստյանով տրամադրությամբ, իսկ էքսպորտը հասկանալի է ինչա նշանակում, այս սահմանափակումներ, էքսպորտում սահմանափակումներ չկիրելով։ Ահա ասենը, շուրսանքին ունենակ ասենը, Ատերին իգունակ այեղած, բազմված ռոչպետի չկար։ Ինչ համասուն դրամ։ Ես կորդատիրը արդեն հասկանալի ինչա մտում։ Ամանապակումից կարոյիների հետնատին, ասենի հետնատին, Եվ ես նորից եմ նշում, թող այս ով որ սրա տերն է, ինչ-որ Արսենը անում է, ինչ-որ երկու աղբեր են, ինչ են, այ համբան։ Վեգալստեի վերջերից այդ պորնիկներից գնա ձեր տունը ինչ ուզում ես արա, ինչ քաղաք ուզում ես կեր Քոչարյան Ռոբերտի, Սիրուշոյին էլ կանչիկ քելեն կերքի կամ չգիտեմ, դլեի համանը, կամ Ստեփանակերտ կերքեք, համբալներ։ Այս ժողովրդին Երևանի կենտրոնում, այսինքն երիտասարդները գիշերը այդտեղ անցնեն, զբոսնեն, ուստի այդ ականատեսին այս ամեն ինչին։ Ես պատկերացնում շենքի բնակիչները ստրես են ապրում, բայց բարձրահարկ շենքը եւ այս բնակիչները ամեն երեկո մենք նորից եմ նշում, մենք այսօր կհրապարակենք բացառիկ տեսաձայնագրություններ, որտեղ ասում եմ մենյուն բերում են, մենյուի մեջ գրած է ծառայություններ, սեռական բնույթի։ Պատկերացնում ես Արտուր։ Այդ մենյուն կողելու եմ ասեցի որտեղ Քոչարյանի ու դրա այս տերն ով այդ Քոչարյանի ճուտը։ Դրանց համապատասխան տեղը, որ հասկանան, որից հետ գնացեք ձեր բջջերին դաստիարակեք ձեր բջջերի հետ այդ ամեն ինչով արեք, հաջորդ է դուք կապ չունեք։ Թազա փող աշխատելու ձև է։ Սա խաղերը Ղարաբաղը ծախին, սա կերան, հիմա եկել են ժողովրդին են ջահելներին են բացում։ Ովքեր են Երևանի կենտրոնում գտնվող Շարլոտ գիշերային ակումբի սեփականատերերը։ Ինչա պարզվել, որ այդ Շարլոտ գիշերային ակումբի սեփականատերն է հանդիսանում, ոնց Արսեն, խնդրեմ, այս ներողություն արտահայտությունից համար այս ֆուցոնի դեմքը ցույց տամ մեր հայրենակիցներին։ Սա ուրեմն ինչ ճշտեցինք մենք սրա կենսագրությունից, այս կեղտի։
Ուրեմն սա եղել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության այդպես աշխատակիցներից ոմն անձնավորություն կա, որ սրան տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի տարիներից այդպես սկսած հերություն է արել, փայ ա եղել սրա հետ, նայելա որ բարման ասող չունի եւ սա այդպես այդ իր գործունեությունը ծավալի մուծվել է դրան, այնուհետև մենք ճշտեցինք, որ կամած Ռոբերտ Քոչարյանի քանի որ Քոչարյանը չտեսա, ուր դե 2 կոպեկ տնա բջերին կառնիկը վազի, որ այդ բիզնեսը իրանով անի, չմոռանանք այն հերախոսի բիզնեսը ոնց խլեցին իր հորթ տղու հետ այդ մեր հայ երիտասարդներից, որոնք որ Կիպրոսում են հիմա, ինչպես փայ մտան բոլոր բիզնեսներում, ինչպես Վիվասելում փայ մտան, կոմբինատը Քաջարյանի փայ մտան վաճառեցին։ Աֆերիստ Ռոբերտ Քոչարյանի պլանի բացահայտումը։ Ռոբերտ Քոչարյանը քանի որ հին աֆերիստ է, այսպես նշեմ, իսկ հիմա նաև չունի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի պալիտ չլինի, ինչ է արել, գենային ասլի արի դու ես գործը կրիշավատարա, մեկը փայենք իրար հետ, օրթախենք եւ ինչա պարզվում է, որ գենիայի որդին եւ պուտանկա հարսը, որին մենք եւս բացահայտել ենք, խնդրեմ, մոտ մի քանի շաբաթ առաջ նաև ծննդաբերել է այս պուտանկեն եւ փոքրիկ թուրքա լույս աշխարհ եկել, խնդրեմ Մոնակոյում, խնդրեմ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն սա Մարիան այդպես գենիայի հարսը նրա որդու Շագորի հետ, սրանք Սիուշոյի եւ Լևոն Քոչարյանի սանիկներն են, դվինում կհիշեք մենք փաստեր ներկայացրեցինք պատերազմից հետո, թե ինչպես էին Քոչարյան Լևոնով, միջի այդ Ղարաբաղ Արցախ էին գողում, հուզվել էին, պատվորում էին ապրում, Ղարաբաղը կորցրել ենք, բայց տրենգի էին ապրում։ Հոր պապական գեզմանը զուգան ադարել, ենք տրենգի էին ապրում դվինում իրանց թայֆով, բնականաբար բացահայտեցինք, բայց ինչա տեղի ունենում, ուրեմն այս պորնիկը այդպես պորնիկներ են մատակարարում այդ ակումբ Ղազախստանից ճշտել ենք, Ռուսաստանի Դաշնությունից եւ Մոնակոյից։ Սեռական հարաբերություններ 150,000 դրամի դիմաց, ոստիկանություն դիմաց քաղաքացու դիմումի հետքերով։ Մարտի 30-ին արտարոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ-ն եւ հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող Շարլոտ գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150,000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի թասիբով մարդ է եղել, կին է եղել, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից, չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչև մարտի 30-ը աշխատած 320,000 ՀՀ դրամ գումարը։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի ձեռքի տակ նոր փաստեր են հայտնվել Սիրուշոյի եւ Լևոն Քոչարյանի ընտանեկան գաղտնիքի վերաբերյալ։ Մեր գյուղացուն, մեր խեղճուկրակ ժողովրդի զարակտային տարե գլուխները կերել են Ղարաբաղում, իրանք էլ երկրի թարնել են, բայց ինձ բջերից մեկը խիչը նահատակվեց Արտուր։ Բաթոյթար Սիուշոն նահատակվեր հանուն հայրենիքի։ Արամ քիչ Արե գոմեշ գորար բաներ, գրանատը քաշեր, հասներ բանի ադրբեջանցիքի վրա, թե պետք է ցրթի Ամերիկայում, ռուսին փոխտա, ասի մի հատ երեխա ունեցի, բանը, կուրաժի տնեմ, Արամ աշխարհով մեկ։ Երեխուն դեմքը խիցու չես տալի երեխու, արա, Սիրուշո։ Ասեմ խիցու չես, որտեվ քո երեխեն չի էտի, դե ռուսա բեր էտ երեխուն, քեզ նման չի։ Այդ խեղճ երեխուներ էլ բան, Զաբելը, մեկ-մեկ որ չի ասում, Լևոն էս վերջերս տեսած Instagram-ում կապիկությունն է։ Լևոն Քոչարյանին ասում է, ձեր ամենասիրած անուն, ասում է Զաբել։ Վայ, ասում սրանք հնդկական կինոյի պերսոնաժ են Արտուր ընտանիքով հանդերձ։ Այդտեղ ես մտածում եմ Սուզան Մարկան այն ոնց է դրա այդ զոնքաժն ով այն հրաչ միաչ այդ աներ կապիկություն անողներ են դերասանները չէ։ Դիմա վեննա գցեին, վայ Զաբել։ Բա Քոչարյան Լևոնիկ։ Բա Զաբելի դեմքը ցույց տուել է։ Այդ լավ մտ ուրիշ բան ասեմ Արտուր։ Այդ Քոչարյան Լևոնից ու Սիուշոյից կյաժ մազերով երեխա ծնվեց։ Քոչարյանը բդ խաբարես որ թորը ուրիշից է ծնվել, արա։ Այ պատկաբդուշնիկ։ Դե մենք մանրամասն կներկայացնենք մեր Մանրամասն սրանց բացահայտելու ենք այս կեղտես պղծերին Արտուր, այս կեղտերին, այս ոչնչություններին։ Ոստեն դե գողական են գնում իրանց բանը լավ տեղ են դրել։ Արա ձեր թորները սկի ձեր երեխեքից չեն ծնվում։ Դրանից խաբար եք արա։ Լավ տեղ եք խաղում։
Յուբկային հատնուձես գցենք քուչեքը։ Նորից եմ ասում, ներողություն Արտուր, թոյերիտերի խու դեմքը ցույց տան։ Ասենք ինձից հնարավոր է Արտուր ինձնից կաշմազերով երեխա ծամբի ասենք։ Այդպես բան ո՞ր եք տեսել։ Դե ներողություն, եթե ռուսի հետ քնես։ Հա։ Բայց ես կարող Ռոբերտ Քոչյանի հետ քնեմ։ Մոտ ապագայում հունիսի 7-ից հետո։ Այս թողարկմանը կլինի հատուկ անդրադարձ Ռուսաստանի Դաշնության եւ Բելոռուսիայի կողմից հնչող սպառնալիքներին։ Председатель Национального собрания Армении Айлен Симонян просто завидует тем результатам, которые добилась Беларусь, и которых не добилась его страна под руководством его команды. Просто зависть, от зависти сказал. Хотите проверить мои слова? Да просто приезжайте в Белоруссию. Вот я приехала. Я была не просто в Минске, не только в Минске, я была в нескольких городах. Мало того, ездила не с какими-то там парадными или протокольными кортежами. Взяли машину и поехали по разным городам Белоруссии. Что я хочу сказать? До таких успехов, которые достигла в экономическом, промышленном, производственном, сельскохозяйственном плане Белоруссия, а Алену Симоняну нет никак до Луны. Намного дальше. Որ Քոչյանին կետոր վիդեո էին գցել, որ Քոչյանը բանին է դիմավորում Ժակ Շիրակին։ Բայց Ժակ Շիրակին քիչ էին գալիս այնպես նկարվում, արա Ռոբերտ Քոչյան կամ Հելի Քայլիկ Հյուսային Պողոտայով, ոնց որ մեծ խոսում ես Ժակ Շիրակի հետ։ Թե մարդկանց ծեծե ջարդը դցել եք քաղաքացիներ այդ օրին, մոռացել ենք մենք։ Մոռացել եք Դեմիրճյանի ցույցին ինչ օրը գցիկ ժողովրդին։ Բապ Այդ էլ հո սարքած չէր, հո նկարած չէր, հո դերասաններ չէին բերել։ Հայ ժողովուրդը դուսր եկե Ֆրանսիայի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ զբոսնում էին, նկարվում էին, ուրախանում էին։ Ամբողջ աշխարհն էլ նայում էր։ Մարիա Զախարովան էլ դրա համար էքստազի մեջ այնգե այդ կադրերը տեսելա։ Բա Մարիա Զախարովը թող Վլադիմիր Պուտինն էլ կա կամ այն Արկաշ Մեդվեդևը թող մի օր գան, հերն էլ այդն ժողովրդի հետ քայլեն։ Ասում եք բանա, մենք ձեր համար այսքան բան են կարել, կամ այն քաչալ շուն են, Մարգարիտա Սիմոնյանն ինչ են, կեղտը, այն որ մարդուն թաղեց, հիմա էլ ինչ-որ արժեքներից է խոսում։ Սրանք այնքան պիղծ են Արտուր, ես այս վերջերս ասում եմ դրա դոսեն ուղարկեք կարդամ այդ Մարգարիտա Սիմոնյանը ով է ընդհանրապես։ Պարզվեց, որ այդ Քյոսեյանն ինչ էր այդ տիգենը, որ մեռավ, այդ էլ էր մեր դեմ խոսում, դրա համար մեռավ ինքը։ Այս անգամ քաղաքագետ Արամ Ավետիսյանը կմեկնաբանի համացանցում տարածվող 2021 թվականի իրեն վերագրվող տեսանյութերին։ Դրանք մոնտաժված իրար կպցած ինչ-որ տեսանյութեր են ինչ-որ տեղից գթե, այդ զիբիլիվրի կադրերը, ուզում են փորձեն ինձ վարկաբեկեն, ես նշեմ, որ մենք երբ որ քննադատում ենք, մեր համար կապ չունի, ով ուզում ալի քննադատենք։ Եթե ինչ-որ բանը համարում ենք սխալ, բայց այդ տեսանյութերը ինձ բազմաթիվ անգամ ուղարկում են մեր սիրելի հայրենակիցները, ժողովուրդ մի ուղարկեք, ես այդ ամեն ինչից տեղյակ եմ։ Նորից եմ նշում, դրանք ինչ-որ իրար կպցրած, ստեղից ընդեղից, հիմա ոնց որ Քոչյանի ես գնահատական եմ տալի, վաղը այդ վերցեն կդրեն կպցրեն մի հատ ուրիշ տեսանյութի, մինչև այդ էլ կհիշեք Արտուր արհեստական բանականությամբ էին իմ հետ կապված տեսանյութեր այդպես տեղադրել ու տարածում։ Ես այդ համատեքստում ինչ եմ խնդրում մեր հայրենակիցներին, որ դուք ես միտումնավոր սիրելի հայրենակիցներ, ոչ մի լրատվականի, ոչ մի հեռուստաընկերության, ոչ մի կայքի հարցազրույց չեմ տալիս։ Այսինքն դուք միայն կարող եք իմ դիրքորոշումը, իմ տեսակետը իմանալ, տեսնել իմ մեր օֆիցիալ կանալներում, YouTube-ում, Facebook-ում եւ TikTok-ում, որը որ մեր օֆիցիալն է։ Հատուկ պատասխան Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի զառանցանքներին։ Այ վիճված բա ինչ էիր։ Խի լուծարիր պետությունը արա։ Դու այնքան անթասիբ, անաղված, այն Վագիֆի պես անաղված քրդիշուն ես դու արա, որ մի հատ գրանատ ինչ էր, քաշեիր քեզ տրացներ, պատմության մեջ մնայիր որպես մարդ, ոչ թե որպես պիղծ, որպես կեղտ։ Շահրամանյան շիրմաքարկ է իշերգում։ Ասում եմ, սա գեզման չի ունենալու Արտուր։ Ու սրանց այդ Վագիֆի գլխավորությամբ այդ անաղված քրդիշան, որ գնաց Քոչյանի հանդիպեց։ Այդ ձեր Ղարաբաղցիկով հավքվեք, Շահրաման Սամվել Օգանովսկի, չգիտեմ, ընդ 48-նակ ապի մեջ, չգիտեմ, հերոս Եսիմովա, ասֆալտի ֆիդայիներով, հենց սիկտի եղեք Ղարաբաղ, Քոչյանի ձեռը բռնած։ Ու սրանք այնքան կեղտ են Արտուր, ասում եմ, չես, քնձեղները ես վերջում ինչ-որ վիդեո էին նկարում ես Քոչյան Լևոնիկի գլխավորությամբ, հարցա տալի Լևոն Քոչյանին, Շուշիի բանին, Վագրին, Կովկասյան, չգիտեմ, Կատվին, ոնց որ հորն էին ասում։
Ասում ձեր սիրած ամենասիրելի քաղաքը ասում Երևան։ Բայց լրիվ տղա ասում էր դու առանց Ստեփանակերտ չես կարող ապրես։ Կանգ այդ վեգանը Շուշի եկեղեցու պատերի տակ մերար նկարվելով։ Ասում Երևանը։ Կարող վաղնել ասես Լոս Անջելեսը։ Կեղտ։ Պատերազմի ժամանակ թփերի տակ թաքնված եւ տարիներ շարունակ բանակի թալանով զբաղված Սեյրան Օհանյանը շարունակում է հայտարարել, որ Փաշինյանը պատերազմի պարտության խորհրդանիշն է։ Հարց է առաջանում. իսկ ովքեր են Սեյրան Օհանյանը եւ Ռուզաննա Խաչատրյանը Հայաստանի համար։ Սուտի հերոս, թփերի տակի հերոս Սեյրան Օհանյանն եմ ուզում անդրադառնամ։ Օրինակ ինձ քաղաքացիները երբ հանդիպում են իմ հարևանները զրույցների ժամանակ ասում են ինչի Սեյրան Օհանյանը կամ Ռուզիկը դատված չեն, որովհետև օրինակ ես վերջերս ծանոթացա մի գեներալի եղբոր տղայի հետ, ով այդ հեղուկ գազի կարգավորումներով մեքենայի վրա զբաղվում է հիմա, արդեն նախկին գեներալի, այսինքն չունի կապիտալ դրած եւ այդ կապիտալը վայելելու եւ մարդիկ ինձ ասում են ինչի օրինակ Ռուզաննա Խաչատրյանը դոկտոր Ռուզիկը օրինակ սաս ֆուդ կորտում հացթուղ չի աշխատում, չեբուրեկի չի թխում, Սեյրան Օհանյանը սաս ֆուդ կորտի դիմացը պարկովщик չի աշխատում, օրենքով նրա եկամուտները արդեն ֆինանսական միջոցները պետք է սպառված լիներ, քանի որ նա այլ պաշտպանության նախարար չէր, բայց փաստորեն դուրս է գալիս գլխավոր դատախազը ճիշտ է ասում այս ազգային ժողովում, որ նրանք այնքան մեծ կապիտալ են ստեղծել, այնքան մեծ գումարներ ունեն, որ կարող են տարիներ շարունակ ապրել ու ապրել, բայց նաև գլխավոր դատախազը բամփեց հենց ազգային ժողովում նրանց գլխին հայտնելով, որ նրանց տուները քանդվելու է հավասարեցվելու։ Հենա Ռուզիկը քրեական գործով է անցնում ու ինձ մեր հայրենակիցներից Միացյալ Նահանգներից զանգարեցին, պատմեցին, ասում է այդ ինչ որ ժամանակին էլի ինչ որ օմեգա ստրիպտիզ ակումբ է եղել, բաժնում է Սեյանինն է եղել։ Այդ տարածքով բանով այդ գործով է կնիկը հիմա ինչ որ կեղծ թուղթն ես իմ ինչ սարք է որ վաճառել է իր բարեկամին, դատախազությունը ասում է, բայց մենք էդի կալանքի տակ ենք դրել որպես ապօրինի ծագումից գույք, այսինքն այս ոչիլին ես ինչ ասեմ Արտուր։ Հելը ինչ որ ունի Գասպանից է խոսում։ Արա ունի Գասպանը այնքան թասիբ ունի, որ գեներալ տղա է, հելը գրանցիանց տունը ոչ բան է խոսում, ոչ էլ որտեվ հասկանում է պետության անվտանգության հետ գործ ունի։ Հելը էշեշ դուսատարի ասում է ունի Գասպանը Մոսկվայում Գալփյանով Արամի հետ 6 նոցի հետ Քոչյանի հանդիպել է։ Ունի Գասպանը պատերազմի ողջ ընթացքում այ էշ։ Եթե դու այդքան էշ ես, չնայած պագոնով է տվել գեներալի կոչում, որ էշել չլինի։ Դու խաբար չես որ ունիկը որտեղ է եղել։ Հրամանատարական կետում է եղել արա։ Սա գեներալ է։ Չէ, ասի 45 թվի զենքերով կռվենք, իդե Արտուր ես նույնիսկ եմ նշում, սա իր այդ կանգահետ մի բան պետք է անի։ Հավաքվեն ինքը Քոչյանը, Ռուզիկը, գնան մատ օմեգա բացենք, ես ուղղակի դες տեղերում որ չեմ եղել կյանքում, խաբար չեմ, տեղյակ չեմ դες բաներ ա եղել Երևանում։ Գնացեք այդ ստրիպտիզ բարեք բրցեք արա։ Դուք ետ եք։ Ալիևն էլ կգա փող կտա ոնց որ միշտ տվել է ձեզ։ Ռոբերտ Քոչյանը քարոզարշավը սկսել է տարբեր ցնդաբանություններ դուրս տալով եւ շարունակում է ապրել հայ ժողովրդին պատերազմի մեջ քաշելու թեզերով։ Ընդհանրապես մեր ընկալումը միշտ եղել է, որ Հայաստանը բոլոր հայրենիքն է եւ Ղարաբաղցիների մոտ ընկալումը այդպեսին էր։ Արեստացին ինչ որ ստեղծած ինչ որ բաներ, երբ որ փորձում էին տարանջատել Ղարաբաղցի հայաստանցի, նույնիսկ դա Ղարաբաղում բավական մարդիկ ծանր էին տանում։ Ցավոք որոշ չափով Հայաստանում արմատավորված է այս հանգամանքը։ Ինչ ծանր է։ Հարցը դու։ Ես ուզում եմ այդ ամղաբը։ Ay. Բարեք ես էլ եմ ուզում։ Չգիտեմ ինչ ասեմ, ես էլ եմ ուզում։ Մենք արդեն ստեղ հնչեց, որ վերադարձ իրավունքը անպայման մենք հասնելու ենք դրան, որ անվտանգ վերադարձի իրավունքը Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա։ Եվ դա հնարավոր է անում։ Այդ Ղարաբաղցի մեկի հայաստանցի թեզը որտեղից է եկել։ Սա կհիշեք այն Պորնիկի տղուն են, որ մեռավ, սատկեց այն Զորի Բալյանն ինչ էր։ Այո։ Խնդրում եմ տեսանյութը մի հատ Արտուր թարմացնենք մեր ժողովրդի իշխանությունը, որ կենացա խմում, ասում է բանը Արկադի Ղուկասյանն էս բջերեն ասած ասում է Ղարաբաղը գրավելուց, Բաքուն գրավելուց առաջ մենք պետք է Երևանը գրավենք։ Փաստա չէ՞ կա այդ ամեն ինչը։ Իրանց հերը
Սա ինչ արի, սա 98 թվին, երբ որ զավթեցին իշխանությունը 98-99 թվին եկան ստե, Ղարաբաղցիքին բես լցեց պաշտոնների, սկսին ուղղակի հայ ժողովրդին կողեն տոկոսի տակ կներեկա։ Մեծ մասը թողեց փախավ, մի մասին գցին բանկերով բանով տոկոսների տակ գույքը խլին, ստրկացին։ Հայ ժողովուրդը ասես Ղարաբաղ ուր մտնում էր Ղարաբաղի Բաբրով խոսացող պիղծ էր նստած մի հատ պաշտոնյա։ Նալոգ հավաքող։ Դրա համար ժողովուրդը ասես ատել սրանց։ Բայց վերջի կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ որ մարտի 1-ին Ղարաբաղից սնայպերը բերին, դրին ժողովրդին սկսին գյուլել Երևանի կենտրոնում։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի աղջկան եմ ասում, Գանեին։ Գանը այն փիչխա մարդը որ կա, Վիգենը, քաղաքի տղա է, այն ուլը։ Հələ Վիգենին հարցրա, Վիգենի աղբերը նորմալ տղա է, փողոցները մեծացած, թողնեմ այդ գա պատմի քեզ։ Եթե դες տեղյակ չես։ Կիսունիդ ասա թո պատմի, քաղաքի ժողովուրդ են Երևանի։ Թե ծախվան։ Համատեղ թողան ինձ արտուժան, թողան ինձ ապացուցեն, ես ներողություն խնդրեմ հրապարակային, այլ քաղաքականությամբ չզբաղվեմ, չխոսամ, թողեմ գնամ Հայաստանից։ Ով է սպանել մարտի 1-ին այն հայ երիտասարդին, սնայպերով։ Գլխից խփեցին ուղակի։ Այս եւ այլ անակնկալներով լի մեգա եթերը Երևանի սրտից դիտեք այսօր մայիսի 11-ին ժամը ուղիղ 22:45-ին բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։